Բարև ձեզ, Սլաքեյմի եթերում է առանց դիմակ հաղորդումը։ Այսօր էկրանից այն կողմ գտնվող մարդը թերևս պետք է կարողանա միշտ իր կրեատիվ տեսակով եւ թարմություն հաղորդելու ունակությամբ տարբերվել։ Ասվածից լավագույն օրինակն է հաղորդավարուհի Դիանա Մալենկոն։ Ողջույն Դիանա։ Բարև ձեզ, ինչպե՞ս ես։ Շատ լավ դուք։ Շատ լավ, պատրաստ ես անկեղծ զրույցի։ Միշտ անկեղծ է։ Մենք հեսետ ունեցել ենք անկեղծության ժամի շրջանակներում հաղորդում, որը ունեցավ մեծ դիտումներ, որովհետև դու կարողանում ես քո հետաքրքրությամբ միշտ տարբերվել եւ լինել հասարակության ուշադրության կենտրոնում։ Հաղորդման սկզբում նշեցի, որ հաղորդավարը պետք է կարողանա թարմություն հաղորդող տեսակով տարբերվել։ Ինչ ես կարծում քո տարբերվելու մյուս տեսակները որոնք են։ Առաջինը անկեղծ լինելը ամեն առումով, թե եթերում, թե կյանքում, թե որպես մարդ տեսակ, թե որպես ընկեր, թե որպես զավակ, միշտ անկեղծ եմ, իսկ այսօր կարծում եմ մասնավորապես հեռուստատեսությունում հենց անկեղծությունն է պակասում, բայց միտումնավոր երբևէ չեմ անում, հենց միտումնավոր ես անում, այլևս անկեղծ չես լինում։ Հետո էկրանը այն ամենանուրբ սարքն է միանգամից տարբերում է դա։ Առհասարակ հեռուստատեսությունը դա ռենտգեն է, այսինքն եթե անգամ ինքդ ոչ ճիշտ, ոչ անկեղծ շարժեցիր, հաստատ հեռուստադիտողը հասկանալու է դա։ Ես դա շատ վաղուց եմ հասկացել ու երբևէ չեմ փորձել կեղծել։ Կարծում եմ իմ լավագույն մեծ պլյուսը հենց դա է։ Ինչքանով է դժվար հեռուստատեսության ոլորտը աղջկա համար։ Դու քո տեսակով ինչպես նշում ես անկեղծ ես։ Մեր հասարակության ընկալումները փոքրինչ այլ են։ Այսինքն աղջիկը ով անկեղծ է, աղջիկը ով էկրանների առաջ այնպեսին է, ինչպեսին կա, գուցե լինեն մարդիկ, ովքեր այլ կերպ ընկալեն այս ամենը։ Արդյոք այս դժվարություններին հանդիպել ես։ Միանշանակ մանավանդ աղջիկների համար, ովքեր հայտնվում են էկրաններին, ովքեր ցցուն աղջիկներ են լինում հասարակության մեջ, նրանց համար ավելի է բարդանում, քանի որ շատ լավ նշեցիր, հասարակությունը գուցե երբեմն այլ կերպ է ընկալում։ Բայց ելի գանք մեր նախորդ հարցին, երբ տեսակով լինում ես այնպիսին, ինչպիսին կաս, մարդիկ հենց այդպես էլ քեզ ընկալում են։ Գուցե արդեն որպես մարդով անձնական կյանքում է քեզ պատկերացնում, ով այդ նկատառումներով է փորձում քո հետ շփվել, նրան խանգարի քո տեսակը, նրան խանգարի քո հեռուստատեսային կերպարը, բայց ուրեմն նման մարդը պատրաստ չէ քեզ կրել իր կողքին։ Նման մարդկանց պետք է մաքրել։ Միանշանակ, քանի որ եթե անգամ չլինի հեռուստատեսությունը, ես այդ տեսակն եմ, ես եթե անգամ աշխատեի բանկում, ես միևնույն է լինելու էի այդպիսին, քանի որ ես այդպիսին եմ։ Միշտ շեշտում եմ սա, հաղորդավար լինես, թե ուրիշ բնակավարում աշխատող աղջիկ, եթե դու լինում ես այնպիսին, ինչպիսին կաս, այսինքն լինում ես անկեղծ, լինում ես նորմալ եւ շատ հայացքներ բնական համարող մարդ, այս ամենը գուցե այլ կերպ է ընկալվում եւ մարդիկ մտածում են, որ այնպիսին, ինչպիսին դու կաս, սա գուցե ձև է եւ ոչ բովանդակություն։ Համամիտ եմ, նման կարծիքներ հաճախ են հնչում, բայց մինչ վերջերս, երբ իմ հեռուստադիտողը եւ գուցե ոչ իմ հեռուստադիտողը հասկացավ, որ ես իրականում այսպիսին եմ։ Ես եթե շարժվում եմ այսպես, ուրեմն ես կյանքում էլ եմ այդպես շարժվում։ Միանշանակ հեռուստատեսային կերպարը տարբերվում է քո մարդ տեսակից ինչ որ առումով, քանի որ դու հեռուստատեսությունում չես դնում սկուտերի վրա այն ամենը, ինչ որ կա ներսում։ Գուցե փոքր-ինչ տարբեր ես, բայց դա նորմալ է, քանի որ ի վերջո նույնիսկ հեռուստատեսություն չաշխատելու դեպքում մարդ ամեն ինչ չէ, որ ցույց է տալիս եւ դնում է սկուտերի վրա։ Իհարկե, երբեմն նույնիսկ միայն քեզ համար։ Ես ունեմ բնավորության գծեր, ես ունեմ տեսանկյուններ, հայացքներ, որոնք միայն իմն են։ Գուցե կյանքիս ինչ որ մի փուլում ինչ որ մեկի հետ կիսեմ, բայց ուրեմն նա կլինի այն արժանի մարդ, ում հետ ես կհամարեմ, որ ճիշտ է կիսել։ Բայց ելի գանք մարդկային տեսակին, դու ինչպես էլ փախչես, ինչպես էլ այլ կաղապար քեզ համար ստեղծես, միևնույն է այդ կաղապարին եւս քո ներսը արտացոլվում է։ Այնպես որ եթե ճիշտ ես քո ներսինը ներկայացնում մինչև քո կաղապարը, այն մոզաիկայի նման ճիշտ փարվում է եւ ստացվում է այն, ինչ որ դու կաս։ Իսկ եթե փորձես քո ներսի ոչ անկեղծ, սխալ հայացքները, երևույթները, չգիտեմ, քո ներսը սխալ փորձես քո կաղապարին ստեղծած մոտեցնել, այն չի միանա։ Ի վերջո կան մարդիկ, ովքեր կարող են այս կաղապարները ջարդել եւ ներսը եւս տեսնել, բայց գուցե թերարժեքության բարդույթն է նրանց ներսում խանգարում այս ամենը ջարդել եւ հասկանալ դիմացինին։ Իհարկե, եւ ի վերջո գանք նաեւ նրան ցանկություն եւ լսելու ունակություն,
շատ հարցազրույցներում ես բարձրացնում եմ այս թեման, որ մեր դարում ցավալի է, բայց մարդիկ լսելու հատկությունը կորցրել են եւ ավելի վատ ցանկություն չունեն լսելու։ Երբ մարդ նայում է քեզ այսպես անկեղծ գլխով է անում իբրև թե քեզ լսում է, բայց աչքերում կարդում ես դատարկություն, այլևս չես ուզում նույնիսկ քո ներսին արտահայտես, որ մարդ քեզ ընկալի։ Դա նորմալ է, ինֆորմացիայի մեծ պաշար է, զբաղվածություն է, մտքի զբաղվածություն է, բայց ես այդքանը հասկանալով համենայն դեպս փորձում եմ դա կոտրել իմ մեջ եւ լսել դիմացինին։ Դա իրականում դժվար է, բոլորս էլ ցանկանում ենք ավելի շատ արտահայտվել, քան լսել։ Բայց լսելու ունակություն։ Բայց լսելու ունակությունը նույնիսկ եթե չունես, կարելի է ուղղակի ձեռք բերել։ Դա շատ կարևոր է, անկեղծ։ Հիմա մենք այդ թեման երևի թե մարդիկ մի փոքր լուրջ չեն ընկալում, բայց մեր բոլոր բարդույթները, խնդիրները, անկեղծ որպես տեսակ կայանալու խնդիրը գալիս է դրանից, որ դու լսելի չես լինում։ Որովհետև մարդիկ իսկապես Դիանա այնքան շատ են արտահայտվում եւ գուցե մարդիկ են լինում, ովքեր այդ ներքին եսը պարփակում են, այսինքն չեն ներկայանում այնպեսին ինչպեսին կան, չեն թողնում որ լսեն։ Դե հիմա ուրեմն ուսումնասիրենք լսողին եւ խոսողին։ Եթե դու կեղծ միջինդ ես արտահայտում, պարզ է, որ մարդ չի ցանկանա քեզ լսել։ Քանի որ կարծում եմ աշխարհում ամենանյարդայնացնող երևույթը դա հենց դիմացինդ երբ ինչ որ ձևի մեջ է, անկեղծ չէ քեզ հետ։ Այդ դեպքում նորմալ է, երբ դիմացինդ քեզ չի լսում։ Եվ գանք երկրորդ հարցին, նժարի երկրորդ կողմը նայենք, արդեն երբ որ դու անկեղծ ես, բայց ուղղակի մարդը չի ուզում լսել, որովհետև նա այնքան էգոցենտրիկ է գուցե, որ միայն ուզում է խոսել իր մասին։ Բոլորս ենք էգոցենտրիկ, ճիշտ հասկացեք, ես էլ եմ էգոցենտրիկ, դուք էլ եք էգոցենտրիկ, բայց կյանքում կարելի է մի փոքր մտածել, իսկ մտածող մարդը առհասարակ լավ բան է այս կյանքը։ Լսողից հետո հիմա խոսում ենք մտածող տեսակի մասին, երկու երնեք մի տեղում։ Լինում է ես ի ուրախությունից իրոք ունեմ շրջապատում մարդիկ, ում հետ կարող եմ կիսվել, ովքեր լսում են ինձ, ովքեր ճանաչում են ինձ, ովքեր ոչ միայն այդ կաղապարը, որը թեև ինձ նման է, ես եմ էլի Դիանա Մալենկո կաղապարը տեսնում եմ, բայց դրա ներսն են ուզում տեսնեն։ Իրոք ունեմ ու ուրախ եմ ու շնորհակալ եմ նրանց։ Ես էլ փորձում եմ նրանց համար լինել, լսելու ինչ որ մի մարդ։ Պարզապես մարդիկ տարիներ շարունակ երբ լինում են ոչ թե պարզապես ոչ լսողի դերում, այլ լինում են խոսողի դերում եւ հանդիպում են այնպիսի մարդկանց, ովքեր միշտ են լինում լսողի դերում, կարծես հազվագյուտ թանգարանային նմուշ է լինում, երբ մարդ է հանդիպում, ով նույնպես ասելիք ունի եւ խոսք ունի խոսելով։ Իհարկե, մի քանի օր առաջ ընդամենը Արտակը իմ շատ լավ ընկեր Վարդանյան մի հետաքրքիր բան ասեց, խոսելիս միշտ ժպիտ է հայտնվում։ Միշտ, քանի որ ես Արտակին շատ եմ սիրում, նա այն մարդկանցից է իմ կյանքում, ում կցանկանամ միշտ ունենալ իմ կյանքում։ Կապ չունի ինչ հեռավորության վրա, կապ չունի ինչ տեսակով, ինչ ձևի մեջ, բայց նա այնքան հարազատ է ինձ, ավելի քան ընկեր է նա ինձ համար ավելի քան եղբայր է, ավելի քան ընկեր է, ավելի քան հարազատ մարդ է։ Ես քեզ լսում եմ եւ ժպտում եմ այսպես տարօրինակ, որովհետեւ նույն բառերը լսել եմ եւ Արտակից։ Ես ու Արտակը միասին կյանքի շատ հետաքրքիր փուլեր ենք կիսում, շատ հետաքրքիր երևույթների ենք ականատես լինում եւ միասին հայացքներ փոխանակելով ուղղակի ժպտում ենք հասկանալով այն ընկալման ձևը, որը երկուսս ընկալեցինք։ Ես ու Արտակը կիսում ենք դժվարություններ, կիսում ենք ամենակարևորը ուրախություն։ Երբ ասում են ընկերը, այն պահին է երևում, որ իրական ընկերը, երբ լինում է քո կողքին դժվարության պահին։ Հակառակը, ես միշտ դրան բերում եմ հակառակ տարբերակը, քանի որ խղճահարություն առաջացնելը մարդկանց մոտ հեշտ է, նույնիսկ քո թշնամին հնարավոր է խղճա քեզ եւ դժվար պահին քո կողքին լինի, այ կիսել ուրախությունը, այ այդտեղ է երևում իսկական ընկերությունը։ Իսկ Արտակը այն մարդն է, ով ավելի շատ սիրում է կիսել իմ ուրախությունը։ Տեսակով այնպիսին ես, որ այսօր մեր հաղորդավարական ոլորտը ունի սրապակասը, այսինքն գունեղ տրամադրություն հաղորդելը եւ դրական լիցքերը։ Մենք Արտակի հետ եւս խոսում էինք այս մասին, որ հաղորդավարի համար կարևորը ոչ թե արտաքին տեսքն է, կարևորը ոչ թե ժեստիկուլյացիայի տիրապետումն է, այլ կարևորը հետաքրքիր աուրա ու էմոցիաներ հաղորդելն է։ Երբ դու ունես նշվածս հատկանիշները, այսօր բնականաբար հեռուստատեսություններից յուրաքանչյուրը կցանկանա քեզ ունենալ եւ խլել։ Բայց կմանրամասնես այն մասին, թե ինչու դուրս եկար 21 TV-ից եւ ինչու հատկապես Armnews։ Երբ աշխատում էի 21 TV-ում, իսկ այնտեղ աշխատում էի մոտ 6 տարի, ինչը կամ 5։
Ինչը շատ մեծ ճանապարհ է իրականում մանավանդ կյանքիդ այն փուլում, երբ ունես որպես հաղորդավար կայացման խնդիր, որպես մարդ, որպես տեսակ, եւ այս բոլորին փուլերը անցել եմ հենց 21 TV-ում, ինչի համար իրոք ուրախ եմ։ Գուցե հենց իմ տեսակի 40%-ը կերտել է 21 TV-ին։ Անկեղծ իմ լավագույն պատանեկան երիտասարդական տարիները մինչ օրս անց եմ կացրել այնտեղ։ Բայց գալիս է մի փուլ, երբ մարդ ուղղակի նախ մեկ փոփոխության կարիք է ունենում, երկրորդ ցանկանում է աճել իր մասնագիտության մեջ, երրորդ ցանկանում է հանդես գալ որպես հեռուստատեսային կերպար ավելի մի փոքր լուրջ ֆորմատում, ինչու ոչ ֆինանսական խնդիր է ցանկանում լուծել։ Եվ այդ բոլոր նկատառումներից ելնելով տվյալ պահին, տվյալ ժամանակում ամենահարմար տարբերակը ինձ համար Armnews-ն էր։ Այլ հեռուստաընկերություններից մինչ այդ առաջարկներ ունեցել էի, բայց բավարար չէին բոլորին թե հոգեկան, թե ֆինանսական պահանջները բավարարելու համար։ Իսկ կյանքիս այդ փուլում, երբ եղավ այդ առաջարկը, որը իրոք իմ այս տարիքի համար, այս դիրքի համար լիովին բավարար էր, նույնիսկ ավելի քան բավարար էր, իհարկե հիմարություն կլիներ ուղղակի չտեղափոխվել Armnews։ Հիմա խոսենք Armnews հեռուստաալիքի մասին։ Հետաքրքիր հեռուստաալիք, որը փորձում է նորից կերտել Հրաչ Քեշիշյանը, ում ես շատ սիրում եմ։ Նա իդեպ եղել է իմ դասախոսը, ում դասերին շատ քիչ եմ եղել, բայց ում շատ հասցրել եմ սիրել։ Ընկերներիս մեծ մասը այնտեղ է, նորություն, ֆինանսական առումով ինձ բավարար է։ Եվ ի վերջո Pan-Armenian Media Group, մի խոսքով ավելի քան ինձ պետք էր տվյալ պահին, տվյալ տարիքում։ Ինչու ոչ, փոփոխություն։ Երբ գիտեք, մարդու համար, կոնկրետ ինձ համար ամենավատ բանը կյանքում սպառվելն է։ Սպառվելն է որպես մարդտեսակ, որպես հեռուստատեսային կերպար։ Ես կարծում եմ այնինչ կարողացա տալ 21 TV-ին եւ այնինչ 21 TV-ին կարողացավ ինձ տալ, այդ հարաբերակցությունը արդեն սպառված էր։ Դրա համար ես ինքս փնտրում էի նորություն եւ այդ պահին եղավ ճիշտ, շատ ճիշտ առաջարկ, որը ես ընդունեցի։ Եվ հիմա նույնիսկ եթե անկեղծ 1% չեմ զղջում, որ տեղափոխվել եմ։ Էլի եմ ասում, ես շատ եմ սիրում 21 TV-ին, անկեղծ։ Շատ եմ սիրում այնտեղի կոլեկտիվը, ում հետ կիսել եմ լավ եւ վատ օրեր, ում հետ կիսել եմ հետաքրքիր պահեր, կայացել եմ այնտեղ որպես պատանի, որպես երիտասարդ եւ երբևէ չեմ մոռանա այն ամենը, ինչ 21 TV-ին տվել է ինձ եւ այնինչ ես եմ տվել 21 TV-ին։ Բայց այսպես ես բազմիցս շեշտել եմ քեզ, որ ցանկացել եմ քեզ տեսնել մի քիչ ավելի լուրջ եւ ֆորմատային առումով տարբերվող հաղորդման շրջանակներում եւ վերջերս ի ուրախությունից ես տեսա, որ դու հարցազրույց ես ունեցել Նարեկ Դուրյանի հետ եւ սա քեզ մոտ շատ լավ է ստացվում։ Ինչու՞ չես փորձում առավել լուրջ կերպարներում։ Արդյոք կան նման ձևաչափեր, որտեղ ուզում ես հանդես գալ։ Շնորհակալ եմ անչափ, ասեմ, որ այո, ինքնին երբ տեղափոխվեցի Armnews TV, այնտեղ թե իմ կերպարային առումով, թե նույնիսկ մարդտեսակով թեթևակի փոփոխություններ զգացի։ Վերջերս թերթում էի Facebook-յան էջ այն ժամանակահատվածը, երբ աշխատում էի 21 TV-ում եւ դրանից հետո երբ Armnews TV-ում էի, ինքս ինձ համար բացահայտում արեցի, որ նույնիսկ իմ Facebook-յան էջի փոստերը, մտածելակերպը, չգիտեմ, խոսելու ոճը, գրելու ոճը թեթևակի փոխվել է, ինչը ուրախալի է ինձ համար, քանի որ ավելի լրջություն եմ այնտեղ նկատում եւ առավել հասուն Դիանա Մալենկով։ Այո, համամիտ եմ ձեզ հետ։ Ես էլի եմ ասում, դա միտումնավոր չեմ արել, դա ուղղակի այդպես ստացվում է եւ վերջերս էլ իրոք ունեցա հարցազրույց Նարեկ Դուրյանի հետ, որը ավելի լուրջ ֆորմատում էր, խոսում էինք ցեղասպանության 100-րդ տարելիցից, մի փոքր արվեստի տեսանկյունից եւ այդ երկու թեմաները այնքան ինձ հուզող էին եւ պարոն Դուրյանն էլ ինքնին այնքան հետաքրքիր զրուցակից էր, որ կարծում եմ ստացված էր այդ հարցազրույցը։ Ես նույնիսկ քո կոմենտը նշмарեցի, երբ Facebook-ում գրել էի, որ վերջապես ես տեսա այնպիսի Դիանա Մալենկոյի, ինչպիսին ուզում էի տեսնել։ Դիանա Մալենկոն, ով միշտ հանդես է եկել հաղորդման շրջանակներում, ժամանցայինում, երբ դու ես անընդհատ խոսում միտեղ, դու կարծես սպառվում ես ինքնին, բայց երբ դու ունենում ես զրուցակից, հատկապես ինչ խոսում ենք, չէ, որ պետք է խոսենք Նարեկ Դուրյանի մասին, բայց
շատ երբ ունենում ես գրագետ մարդիկ, նրանցից եւս ինքնակրթությամբ ես։ Սկսենք այնտեղից, քո հյուրը ում հետ կարող ես խոսել լուրջ թեմաներով, թե չես կարող։ Պարոն Դուրյան այն մարդն է, ով խոսում է լուրջ թեմաներով, բայց խոսում է թեթև եւ հասանելի։ Եվ ի վերջո հաղորդավարին էլ շատ ճիշտ Միանշանակ։ Ասեմ, որ իրոք մեծ արձագանք ունեցավ իմ այդ հարցազրույցը այն մարդկանց կողմից, ումից ես չէի սպասում։ Եվ ես հասկացա, որ ինչու ոչ, փաստորեն ես այս ֆորմատում եւս դիտվում եմ, ուտվում եմ, ինչպես ասում են, եւ դա ինձ շատ ոգևորեց։ Քանի որ ես իմ կյանքում միշտ տարիքիցս մի փոքր առաջ ընկած եմ ապրել եւ շատ արագ եմ ապրել, հիմա փորձում եմ բալանս պահել։ Ես ընդամենը 20 տարեկան եմ, ով ինչ հաջողությունների, չգիտեմ, ըստ հեռուստադիտողի կամ հասել եմ կամ չեմ հասել հեռուստատեսությունում։ Եվ պետք է քո տարիքին համապատասխան մի փոքր շարժվել նաև ֆորմատային առումով։ Ես դար 21-ից լիովին ժամանցային ֆորմատից տեղափոխվեցի կրկին ժամանցային, բայց ավելի ինֆորմացիոն տիրույթ։ Հիմա երևի թե 1-2 տարի հետո գուցե ավելի շուտ, քանի որ ես ագահ մարդ եմ կյանքի հանդեպ, գուցե ավելի շուտ դա ստացվի, ես հանդես կգամ ավելի լուրջ ֆորմատում, որից հետո էլ ավելի լուրջ։ Բնականաբար, երբ հաղորդավարներից յուրաքանչյուրին հարցնես, նրանք ցանկանում են առավել ինֆորմացիոն, վերլուծական, ինչու՞ չէ նաև գեղարվեստական ժանրերում ու ձևաչափերում իրենց պատկերացնել, բայց այդ ամենը ոչ միայն հաղորդավարի ցանկությունն է, այլև այդ աշխատողների, ովքեր որ կարողանում են քո մեջ տեսնել դա, ինչու՞ չէ նաև արթնացնել։ Ինչի համար ես ուրախ եմ, որ այսօր այդպես է։ Ես շատ վաղուց չեմ ոգևորվում այն մեկնաբանություններից կամ հաջողություններից, որ ինչ գեղեցիկ է, ինչ դու էլի շնորհակալ եմ բոլորիցը, դա հարցի այլ կողմն է, բայց ինձ այս տարիքում, այս իմ վիճակում ոգևորում են հետևյալ մեկնաբանությունները, ինչ խելացի հարց տվեց, ինչ հետաքրքիր մտքեր ունի։ Ես շատ իրոք շնորհակալ եմ ու ինչ ասեմ, ուրախ եմ, որ դա էլ է նկատվում հեռուստադիտողի կողմից, իմ շրջապատի կողմից, ինձ սիրող ու չսիրող մարդկանց կողմից, անկեղծ։ Ու կփորձեմ երևի թե գնալով շատ ավելի լուրջ ֆորմատներում հանդես գալ եւ դրա հիմքն էլ ինքնակատարելագործումն է եւ ինքնակրթությունը, ինքնազարգացվածությունը, քանի որ գուցե դու մեծ ցանկություն ունենաս լուրջ ֆորմատում հանդես գալ, բայց քո pašարը բավարար չլինի։ Ինչի համար իմ այս շրջանում ամենաառաջնահերթ խնդիրը, եթե լինեմ, դա ոչ իմ անձնական կյանքն է, ոչ իմ այլ բոլոր բաներն են, այլ ինքնակրթվելն ու ինքնազարգանալն է։ Լիովին համեմատ եմ հնչեցրած այդ մտքերի հետ, որովհետև մարդը ով էկրանից երևում է, այսօր արդեն ոչ մեկին չես զարմացնի քո տեսքով, նամանավանդ երբ ունես մարդիկ, ովքեր աշխատում են քեզ հետ միասին, թե արտաքին յուրաքանչյուր դետալի վրա, բայց խոսքը, մատուցման եղանակը, գրագիտությունը սա արդեն պետք է ունենա տարբերվող միտում։ Դիանա Մալենկո, հաղորդավարուհի, դերասանուհի, ով միշտ զբաղված է, նկարահանումներ եւ այլն, անձնական կյանքին ժամանակ հատկացնում ես։ Այո, իրականում հեռուստատեսությունում աշխատող մարդու համար ոչ միայն աշխատում է հեռուստատեսություն, նաև թատրոն, ինստիտուտ եւ ել չասեմ մնացած բոլոր լծակները, գից դրան ֆոտոշութեր, չգիտեմ, հարցազրույցներ, այդ ամեն ինչի մեջ իրոք դժվար է ստեղծել անձնական կյանք, քանի որ դու ինքդ տեսակով դառնում ես այլ անձնական կյանքի համար, ժամանակ չես ունենում այն զարգացնելու, ինչ ասեմ, եւ ի վերջո դժվար է շատ, դժվար է արդեն դու դառնում տվյալ մարդու համար եւ տվյալ մարդը քեզ համար։ Անձնական կյանքս դեռ ցավոք չի հատել սահման որևէ, այն չկա, իրականում հանդիպել ես մարդու, ով վախեցել է քո տեսակից եւ հայտնվել է կորողների շարքում։ Շատ։ Կորող տեսակներ այսօր շատ կան, աղջիկները բողոքում են։ Շատ։ Վերջերս հենց խոսում էինք ընկերներիցս մեկի հետ, իմ կավալյորներից այսպես ասած, եւ ամենահետաքրքիրն այն է, որ ոմանց ես նույնիսկ չգիտեմ, ոմանց մասին առհասարակ չեմ լսել ու չեմ իմացել, որ մարդ կա տարիներ շարունակ, ասենք սիրահարված է կամ սիրում է, եւ դրան փորձել եմ գտնել բացատրություն։ 1. Երևի մտածում եմ, որ պետք չէ առհասարակ ինձ մոտենալ, ոմանք վախենում են իմ տեսակից, երրորդները, չգիտեմ, մտածում եմ, որ ֆորմատով իրար նման չեն, ֆորմատով, այո։ Եվ հիմա շատ քչերն են, ովքեր համարձակ են ի վերջո տղամարդկանց մեջ։ Միանշանակ։ Գիտեք, ես այնպիսի տեսակ եմ, անկեղծ եմ ասում, բոլորն էլ դա արդեն գիտեն, երբևէ առաջնահերթ չեմ նայում ֆինանսական կողմին կամ արտաքին կողմին։ Հիմա ինձ համար իմ այս փուլում կարևոր է տղամարդու համարձակությունը, կարևոր է նրա
ցանկությունն ու գործելու տեսակը գործող լինի։ Քանի որ ցանկություններ բոլորս էլ ունենք, բայց մեր նպատակներին հասնելու համար պետք է գործենք, չէ՞։ Պակասում է այդ տեսակը մեր տղամարդկանց մեջ, չեմ ասում կորել է, հաստատ չէ։ Վստահ եմ, որ հաղորդումը դիտողներից շատերի համար սա անակնկալ է լինելու, որովհետև այսօր խոստովանենք, որ մեր եղբայրներից, ընկերներից լսում ենք այնպիսի մտքեր, որ շոշափելի են դարձել աղջիկների մտքերը, այսինքն նրանք ցանկանում են նյութական առումներով հագեցած լինել եւ այլն, բայց երբ դու տեսնում ես մարդու, ով նույնիսկ կարող է մեքենա չունենալ եւ դրան դու շատ նորմալ վերաբերես, դու դառնում ես այնպիսին չգիտեմ, երևի եզակի, որը որ համարվում է ձև, ոչ թե բովանդակություն։ Գիտեք, կապված նյութականի ու տղամարդկանց նյութականի հետ կապված հետեւյալը կարող եմ ասել։ Ես իմ կյանքում սիրում եմ ամեն ինչի հասնել ինքս։ Ես այսօր վարում եմ մեքենա, որը գնել եմ ինքս, որը թանկարժեք չէ, բայց ինձ բավարարում է։ Ես իմ կյանքում ապրում եմ այն չափաբաժնով, ինչին կարողանում եմ հասնել, այսինքն ինչին իմ ձեռքը հասնում է։ Եվ ես դրանից դուրս տղամարդուց դեռ ոչինչ չեմ ուզում։ Հարմարվող տեսակ եմ, հասկացող տեսակ եմ։ Միշտ ասում եմ, լրիվ տուն տանելու աղջիկ։ Դիմացինին միշտ ինձ հետ հեշտ է, բայց ինձ համար է դժվար։ Բայց ես դա քողարկում եմ, լռում եմ, իրոք հարմարվող տեսակ եմ։ Հիմա գիտեմ կասեն հաստատ չէ, կողքից նայում են, բոլորը մտածում են կամ գոռոզ է, պահանջկոտ է, չէ, իրականում ես այդպես չեմ, ես շատ բաց եւ թեթև մարդ եմ, դա իմ շրջապատը հաստատ գիտի։ Եվ տղամարդուց հաստատ սարեր չեմ ուզում, որ նա շուռ տա ինձ համար։ Հիմա այնքան է այդ սանդղակը իջել տղամարդու կնոջ հարաբերություններում, որ հիմարություն է ավելին ուզելը։ Ես ինքս իմ գինը գիտեմ տղամարդկություն, այ ապրես բերում էի դրան հարցազրույցը, որ ես տղամարդուց միայն պահանջում եմ տղամարդկություն։ Ինչ նորություններ սպասենք առջևում Դիանա Մալենկոից։ Սպասեք նորություններ ֆիլմերի տեսքով։ Արդեն նկարահանվել եմ 2 ֆիլմում, առաջինը Մհեր Մկրտչյանի, իմ առաջին շատ սիրելի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում եմ նկարահանվել, որտեղ հայտնվելս իրական շատ պատահական եղավ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այդ դերը, որը գլխավոր էր, որը շատ կարևոր էր եւ դժվար, վստահեցին մի մարդու, ով երբևէ փորձ չէր ունեցել ֆիլմերում նկարահանվելու։ Իրականում ի սկզբանե ցանկություն էլ չեմ ունեցել։ Եղել են առաջարկներ, բայց միշտ մտածում էի, դերասանական արվեստը դա թատրոնում է եւ այլն, բայց հետո հասկացա, որ ինչու ոչ, մնայուն արժեք է ֆիլմը, կարելի է նկարահանվել լավ ֆիլմում։ Եւ եղավ առաջարկը Մհեր Մկրտչյանի կողմից, ես սկզբում թերհավատորեն էի վերաբերվում, կապված իմ հետ, որ մտածում էի հաստատ չեն ընտրի, լավ, ինքնի պետք է ընտրեմ, ոչ մի ֆիլմում չեմ նկարվել, ոչ մի փորձ չունեմ, իսկ գեղեցիկ աղջիկներ շատ կան, ես էլ չեմ մտածում, որ հանճարեղ դերասանուհի եմ, հաստատ չէ։ Բայց փաստորեն Մհերը ընտրեց ու վստահեց ինձ, ինչի համար իրոք շնորհակալ եմ նրան եւ ամենակարևորը գիտեք որն է Մհերի մարդ տեսակը։ Ես խենթանում եմ քեզ համար Մհեր Մկրտչյան։ Անկեղծ, ես իրեն շատ եմ սիրում։ Ես իր հետ անցկացրած ընդամենը ասենք 2 ժամը, 3 ժամը շփվելու համար չեք պատկերացնում իմ կյանքում ինչքան եմ կարևորում։ Դա կլինի դրա պրեմիերան կլինի, բայց 2016 թվականի գարնանը մոտ 1 տարի հետո, իսկ հիմա արդեն նկարահանվում եմ Դավիթ Բաբախանյանի ֆիլմում Շարմ ընկերության հետ, որը էլի հետաքրքիր, շատ ավելի կատակերգական կերպար է, կատակերգության մեջ եմ հանդես գալու, էլի Դավիթի հետ շատ հետաքրքիր է աշխատել, Դավիթը տեսակով շատ պրակտիկ, հետաքրքիր թեթև մարդ է, ինչի համար ուրախ եմ, որ հենց իր հետ եմ աշխատում։ Դերասանական կազմը շատ հետաքրքիր է, շնորհակալ եմ Սոսին Ջանիբեկյան բոլոր ֆիլմերում ինձ խորհուրդներ տալու համար, ինչ լինում է ֆիլմերի հետ կապված, միշտ զանգում եմ Սոս, այս ինչը ոնց անեմ, այն ինչը ոնց ասեմ, ու նա սիրով ինձ միշտ օգնում է, իրոք նրան էլ եմ շատ շնորհակալ։ Եվ ընդհանուր կազմն էլ է շատ հետաքրքիր այս ֆիլմի, կարծում եմ երևի կամ սեպտեմբերին կամ հոկտեմբերին պրեմիերան կլինի։ Հաղորդման ընթացքում, երբ մենք խոսում էինք, յուրաքանչյուր պատասխանի ժամանակ խոսում է իր մարդկանց մասին եւ այնքան հավատով է իր լծված մարդկանց հետ կապված եւ այնքան դրական է իր արտահայտվում նրանց մասին։ Թույլ տուր, մենք հիմա դուքով ենք խոսում եւ դա բնական է հաղորդման շրջանակներում այդպես պետք է լինի, բայց թույլ տուր անցնել դուի եւ ասել, որ հիմա էլ ես եմ քեզ շնորհակալություն հայտնում, որովհետեւ տեսակով այնպիսի մարդ ես, չնայած մեր միջև նույնիսկ տարիքային
տարբերությանը, բայց ես վստահ կարող եմ զանգել քեզանից խորհուրդ հարցնել, որովհետև քո գունեղ տեսակը, քո նույնիսկ հաղորդավարական ոլորտում բոլորի համար միայն երջանկանալու, որ որևէ մեկը ինչ որ առաջընթաց է ունենում սրա մասին կարծում եմ կարող են մեր գոլեգաներից յուրաքանչյուրը փաստել։ Ես էլ շնորհակալ եմ քո տեսակի համար եւ այսքան գունեղ լինելու համար։ Շնորհակալ եմ անչափ, ասեմ, որ ինձ միշտ Նանեի հետ հետաքրքիր է թե հաղորդման ընթացքում, թե հաղորդումից դուրս, թե Facebook-ում, քանի որ նա այն քիչ հաղորդավարներից է եւ մասնագիտականը դեռ մի կողմ։ Նա մարդ է մեծատառով անկեղծ։ Լուրջ, ես քեզ շատ եմ սիրում Նան, հիմա այսպես սիրո խոստովանություն կարծես լինի դուի անցան, բայց ես ուրախ եմ, որ քեզպես կամեցող տեսակ կա մեր հասարակության մեջ։ Շնորհակալ եմ շատ։ Կամեցող տեսակներից խոսենք նաև իմ դիզայներ Անուշ Սահակյանի մասին։ Նա պատրաստել է քեզ համար անակնկալ Մոսկովյան 31 հասցեում է գտնվում նրա խանութ սրահը։ Մենք կայցելենք անպայման միասին Անուշի մոտ։ Մոսկովյան 31 հասցեում M&G Family Company-ի կողմից քեզ այս նվերը։ Շնորհակալ եմ շատ, նվերներ ավելի շատ սիրում եմ նվիրել եւ ստանալ նույնպես, բայց այս պարագայում շատ ուրախ եմ, շնորհակալ եմ Անուշ քեզ եւս։ Շնորհակալ եմ քեզ։ Այսքանով եզրափակենք այսօրվա ուրախ առանց դիմակ հաղորդումը։ Իմ հյուրն էր հաղորդավարուհի Դիանա Մալենկոն։ Ես իմ արտաքին տեսքի համար ինչպես միշտ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի լավագույն դիզայներ Անուշ Սահակյանին, իսկ դիմահարդարման համար Սոնա Առաքելյանին։ Կհանդիպենք։